Դուք դիտում եք Արմալուրի կիրակները թողարկումը, բարև ձեզ։ Թողարկման առաջին հատվածում առաջարկում եմ դիտել։ Մենք ունենք պատմական շանս ապահովել ոչ միայն խաղաղ, այլև բարեկեցիկ եւ զարգացող Հարավային Կովկաս։ Վարչապետը ելույթ է ունեցել Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին։ Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրիում բախումներ են եղել։ Քաղաքական որ ուժն է անմեղ, ով է ավելի կաշառակեր, թեժ քննարկումներ ազգային ժողովում, առանցքում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունն է։ Սերժակոչայանական խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Վարչապետ Փաշինյանն ազգային ժողովում մեկնաբանել է, թե ինչու է որոշել Հովհաննավանքում մասնակցել Տեր Արամ Քահանա Ասատրյանի մատուցած պատարագին։ Հովհաննավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով, որ ասում են եկեղեցի կառավարություն կոնֆլիկտը։ Մենք ո՞նց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ, հայաստանյան ծառաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ո՞նց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալն աճել է 13.8%-ով, Փաշինյանը գոհ է ցուցանիշներից։ Ծիրանի դեպքում 25.5% աճ, Սալորի դեպքում 61.1% աճ, Դեղցի դեպքում 87.1%, խաղողի մթերումը վեսպայդությամբ 211,000 տոննա մթերվել է։ Երևանում մեկնարկել է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի համաժողովը, մասնակցում են նաև Թուրքիայի ներկայացուցիչներ։ Թուրքիայի կարգավորող մարմինի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև նույն Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք on-line հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։ Երևանի քաղաքապետարանի կողմից գույքագրվում են երևանյան կամուրջները։ Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են ավազակությունը, 7 անձ ձերբակալվել է։ Աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Վրաստան։ Հարևան պետությունում գործադիրի ղեկավարը մասնակցել է Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին, որին մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. Հարգելի ներկաներ, ես կարդացել եմ, ծանոթ եմ որոշ մեկնաբանությունների այն մասին, թե մեր տարածաշրջանի տրանսպորտային նախագծերը մրցակցային են, այսինքն մրցակցում են իրար հետ։ Թույլ տվեք ասել, որ բացարձակապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև մեր տարածաշրջանի տրանսպորտային ուղիները փոխլրացնում են մեկը մյուսին, մեծացնելով Հարավային Կովկասի տարանցիկ պոտենցիալը։ Մի օրինակ բերեմ. Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետի իրագործման արդյունքում բացվելու է նաև Պարսից ծոց Սև ծով երկաթուղին, ահռելի չափերով մեծացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի եւ Ադրբեջանի տարանցման պոտենցիալը։ Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, խաղաղությունը, որը հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Trip-Route նախագիծը, Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, Հարավային Կովկասը դարձնելու են ամենագրավիչ տարանցիկ ուղին հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ուղղություններով, ինչը նշանակում է, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների ենթակառուցվածքները ծանրաբեռնված են լինելու, եթե չասենք չեն հերիքելու, մեծացող այդ հոսքերը սպասարկելու համար։ Այն ահռելի միջազգային հետաքրքրությունը, որ այժմ կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա, կապիտալ է, որը մենք միասին համագործակցված, ես նկատի ունեմ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, պետք է ճիշտ օգտագործենք մեր տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը երաշխավորելու համար։
Վրաստան այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կշարունակվի։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Գյումրիում շաբաթը թեժ սկսվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Մանրամասները հակակոռուպցիոն կոմիտեի տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ Ես քեզ ամեն ինչ դժգոհ եմ եւ բնենք ինչ վերակազմություն կունենամ մենք ստանցնում ենք արի ազնիվ խոսալով իրանենք քեզ մասամեկանի բանիկեն սոցիալի բանը ավայ կբի մեկի կենը ինչ գիտեմ քեզ կդեն ես բանը ես կբի Սակայն ծորնի տեսնյանի տարի կուլապ գիտես ախնդոց ծես լավ չէ ծիսած երկա միլիոններ սպեսպաներին կոնեն շարժը բայց չմտանա դավայ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակ 9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին, կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի կաշառք։
Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության գլխավոր ճարտարապետը համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն նրա գիտությամբ տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ, քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային գործողություն, գումար սխեմայով մաս-մաս փոխանցելու հանգամանքների շուրջ, այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ եւ ստանալով այն տալու խոստում։ Այսինքն բազում պարտքից անգամ էլ այսինքն 4 Գիտեմ, մանկապարտեզ չսարքել Սրտյանը ապիզը կուդանք չլկուտին կուդանք ամսմուդը ավարդագանը Սա գործ կենեք մարդը կուդանք կուտու բանը ավարդագանը ինքին շլիարացին կայդը Ուրն բանեն ամստար ժեզի խոսացին Ձեզ շվարին է բանոն դանք Ինչ-որ բանոն ձենես Լավ, եսին դիտե Ես կոնեքին եմ կամուզենես Աներով Սարսից բարեգործանի անիքին եմ ինչի այը Կանով աներով Սարսից քիչ ես շնորսել բանիք Ինչ են ես բարեգործան ունենեմ Ինչ են ես խոնզոշել Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը եւ շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավականու իրենց ոչ ցանկալի անդամներին, նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու եւ շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։ Чувачи, понимать, правильно, станешь Վերոգրյալից բացի քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող եւ համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրաված անձի անվամբ սեփականաշնորհելու եւ իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաեւ գլխավոր ճարտարապետի կողմից Եվս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք գումարներ ստանալու մասին։ Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ, ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաեւ հանցավոր ցանցում ներգրաված անձանց ամբողջական շրջանակը։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ իրականացվեցին, որի արդյունքում ձերբակալվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Քաղաքապետի ձերբակալությունից հետո քաղաքապետարանի շենքի դիմաց իրավիճակը կտրուկ ոստիկանության մեծ ուժեր կենտրոնացվեցին։ Նրանց եւ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հավաքված քաղաքացիների միջև հրմշտոց է եղել։ Քաղաքական որ ուժն է անմեղ, ով է ավելի կաշառակեր։ Թեժ քննարկումներ եղան ազգային ժողովում, առանցքում Վարդան Ղուկասյանի ձերբակալության հարցներ, պատմում է Հասմիկ Վահրեդյանը։ Մեր երկրում կատարվող իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ իմպիչմենթի գործընթացը հրատապ է։ Գործող իշխանություններին անհրաժեշտ է օր առաջ հեռացնել։ ԱԺ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանականներին է ներկայացնում ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը։ Իմպիչմենտի հիմնական
ուժը իմպիչմենտը հաջողությամբ պսակելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է, փողոցային պայքարով։ Այլ կերպ այս գործընթացը տեղի ունենալ չի կարող։ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր։ Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ եւ հոկտեմբերի 8-ին արդեն փաստացի այդ ձևաթղթի տակ արդեն իսկ արտկա է 34 ստորագրություն։ Հայկ Մամիջանյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է. Հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ քննարկելու համար իմպիչմենտի գործընթացը եւ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մասնակցությունը այդ գործընթացին։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում են։ Մամիջանյանի հայտնած տեղեկությունն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին ստիպում է արձագանքել։ Բրավո Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին։ Այո, շատ ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում խոսում եք։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել նախագծին։ Փաստաթուղթը ներառում էր քաղաքական իրարամերժ դատողություններ, որոնք փոխկապակցված էին կարծես թե պատիվ ունեմ խմբակցության կարծիքով երկրում արկա քաղաքական խնդիրներին եւ զուգակցվում էին իմպիչմենտի, իսկ իմպիչմենտ կներեք պարոն Մամիջանյան քաղաքականից իրավականի թարգմանելու կառավարության պարագայում իմպիչմենտի մասին չեն խոսում, դա նախագահական երկրին բնորոշ ինստիտուտ է, խոսքը գնում էր կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացի մասին, իսկ այդ գործընթացը կարգավորվում է ոչ թե հայտարարության, այլ ձեր կողմից մատնանշված համապատասխան դիմումների առկայությամբ, ընդ որում նաև մեր քաղաքացիներին տեղեկացնեմ, որ համապատասխան քանակի դիմումների հավաքագրումը դեռևս բավարար չէ կառավարության անվստահություն հայտնելու համար։ Դա անհրաժեշտ է պարզապես որպես հիմք համապատասխան գործընթաց սկսելու համար։ Հայկ Կոնջորյանը պատիվ ունեմ խմբակցության ԱԺ բերած նախագիծը մեռելածին համարեց։ Դեմ ենք քվեարկել։ Քվեարկության արդյունքում նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում։ Կողմ 24 դեմ 48 ձեռնպահ 2 որոշումը չի ընդունվել։ Խորհրդարանականներն անդրադառնում են Գյումրիում տեղի ունեցած դեպքերին։ Հիշեցնենք հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ դատարանը 2 ամսով կալանք է սահմանել Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշում է, իշխանությունը բացարձակապես չի ընդունում ժողովրդի քվեն ու տված վստահությունը։ Փորձ է անում նախ սկզբում տեղեկատվական արշավի միջոցով ստեղծել պատկեր, վարկաբեկել մարդկանց, իսկ այնուհետև հարձակվել բոլոր հնարավոր մեթոդներով եւ գործիքակազմով։ Որևէ մեկը իրավունք չունի խախտել Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Բայց երբ քաղաքական պատասխանատու մարդիկ, պատգամավորները հերթով իրար հերթ չտալով անընդհատ մեղում են եւ հաստատում են հանցագործության արկայության մասին, հաստատական պնդումներ են կատարում, սա խոսում է նաեւ այս մարդկանց հակաօրինական Սահմանադրությունը չտիրապետելու, ժողովրդավարության եւ իրավական պետության հիմնարար սկզբունքները ոտնահարելու ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող վարկագծի մասին։ Ռուբեն Ռուբինյանն արձագանքում է։ Մի հետաքրքիր իրոնիա կա էլի այս ամեն ինչի մեջ։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս եւ արդեն 2 օր առաջ քաղաքապետ ընտրեցին, այսինքն իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի եւ բռնվի։ Փայլուն կառավարչական ունակություններ ունեք դուք այս երկու խմբակցություններով։ Ու եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղ բանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ։ Սերժա Քոչարյանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը,
ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Չի կարա կոռուպցիոներ չլինի, չի կարա լափակեր չլինի, չի կարա լափից կտրված չլինի։ Դուք հասկանում եք, ախր մարդը մտել աշխատասենյակ, ասում այստեղ սաղ ժուչոկներ են, զգուշ է պետք կլնել, բան, պրիվետ տղեր։ Այստեղ եկան մի ամերիկանց ժուչոկներ ու բաներ են մեզ նայում են։ Տղաներ, բարև ձեզ։ Մեծ ու է բարևի։ Արա նույնիսկ այդ հասկանալով այդ մարդը չի կարում իրան զսպի։ Ժողովուրդ ջան, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են։ Կաշառքը լափը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է։ Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ համեմատում է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվողի եւ Գյումրու քաղաքապետի բերման ենթարկելու տեսարանները։ Տեսել եք այդ ակուրատնի սիրուն բերման ենթարկելու կադրերը, ու տեսել եք Գյումրու համայնքապետանի շենքի դռները կոտրելու կադրերը։ Երկրորդը անիվից են խոսում այստեղ, եկեք տեսնենք, տարբերակված մոտեցում կա թե չէ, 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա, Վահագն Ալեքսանյան, քանի կալանավորված կա, 0, դուք մեղադրանք եք առաջադրել մարդուն ձեր իրավական համակարգը, երբ որ երկրից դուրս է եկել, այ էդ է տարբերակված մոտեցումը։ Ըստ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի ԱԺ-ում ով ինչ ուզում անում է։ Սա վերածվում է բարդակին, համա նախագահողներ, մեկը նախագահում է արտահերթ ելույթի իրավունք ունենում, հետո գնում է երրորդն է նախագահում, երկրորդն է նախագահում էլի արտահերթ ելույթի իրավունք անում, Ալեն Սիմոնյան հետարքիրակը հասցնի գա, մնացել է 37 րոպե, մի հատ էլ ինքը գա արտահերթ ելույթ ունենա, հրաշք, խորհրդարանականության պարլամենտարիզմի գագաթնակետ, եւ այս մարդիկ խոսում են կարգ ու կանոնից։ Պատգամավորները նիստի օրակարգի հարցերը շրջանցում ու կրկին անդրադառնում են Գյումրիի դեպքերին։ Այս անգամ Ագնեսա Խամոյանն է դիտարկումներ անում։ Պատգամավորը բարձրաձայնում է երեք ակտիվիստ Արթուր Չախոյանը ծեծի է ենթարկվել, սակայն որևէ ոստիկան չի արձագանքել կատարվածին։ Բոլորը Գյումրիում են եղել։ Քաղաքացին ծեծված, ստիպված իր ոտով գնում է ոստիկանության բաժին հաղորդում ներկայացնելու։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի տրամաբանություն է գործում ոստիկանությունում, որևէ դեպքի վերաբերյալ բաշխում, տեղաբաշխում ոստիկանության զորքերի իրականացնելու համար։ Փաստորեն Երևան քաղաքը բառիս ուղիղ իմաստով անտեր էր մնացել երեք, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում։ Ձեզ վստահեցնում եմ, որ Երևան քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը որևիցե վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության տեսանկյունից եւ 3 եւ մնացած օրերին։ Ես ճիշտ ասած կասկածում եմ, որ ահազանգ տրված լինի նոր-նորքի բաժին կամ 102 համարով եւ այնտեղից պատասխան հնչի, որ այս պայն բավարար ուժեր չկան, որ մոտենան, եթե դուք նմանատիպ փաստեր ունեք, խնդրեմ դա տրամադրեք մեզ։ Փոխնախարարը վստահեցնում է, ոստիկանության արձագանքը չի բխում ահազանգողի քաղաքական հայացքներից կամ դիրքորոշումից։ Արձագանքման առաջնահերթությունը տրվում է ըստ իրավիճակի վտանգավորության։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։ Խորհրդարանի քարոզիանիստերից մեկում կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխան եղավ։ Փաշինյանը պատասխանելով պատգամավորի հարցադրմանը խոսեց այն մասին, թե ինչու է որոշել մասնակցել Կիրակի օրը Հովաննավանքում Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Պատարագին։ Մանրամասները Հասմիկ Վահրադյանը կպատմի։ Աժն շարունակում է քարորյա նիստի աշխատանքները մտքերի փոխանակման համար ամբիոնի մոտ է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Падգամավորը զարմանում է, թե ինչու է ընդդիմությունը դեմ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի Հայաստան ներկրմանը։ Պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, պարոն Ավետիսյան, պարոն Ռուստամյան, պարոն Գևորգյան, խնդրում եմ վեր գնալ եւ ուղիղ առանց մանևրելու ուղիղ ասեք, տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե ոչ։ Թունյանի հարցադրումից ոգեշնչված Ռուբեն Ռուբինյանն է մոտենում ամբիոնին։ Ավելի հեռուն գնամ, էլի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, իսկ ես վստահ եմ, որ ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը
եւ Հայաստան խմբակցությունը, եւ Պատիվ ունեմը, եւ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը դրա այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետեւյալն էր. Սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Օրինակ հիշում եմ Քոչյանի ասուլիսը, այնտեղ ասում էր, այս ամեն ինչի ինչ իմաստ ունի, եթե Հայաստանը դեպի Իրան եւ Ռուսաստան չի ստանալու կապ։ Չգիտես ինչից էր վերցրել, որ չի ստանալու։ Հիմա բայց այս միակողմանի զիջելը ոնց է արտահայտվում, նենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ իշխանությանն է հարց ուղղում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար նով է Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյանը։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ղազախների իսիրույն ասում է, գիտեք, ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գևորգը կրկնում է Իլհամ Ալիևին։ Լավ, ինչի պետք է Հայաստանից չիմանային, որ ցորենը Ադրբեջանի տարածքով, բայց այդտեղ մի կարևոր բան կա։ Առաջի պահին տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է էլի Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարայինք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, այնտեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Այդ փոխադարձության արդյոք Ժորժ ջան, արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Հետո Ադրբեջանի կողմից սխալների հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումի հետևանքով մեր ցորենի մատակարարումը առնվազն 20%-ը կորցրեցինք։ Եվ հիմա անկած դրսից փորձում եք ինչ-որ մի բան մուրալ ձեռք բերել։ Մյուսը Հայաստանի Հանրապետության վարելահողերը 40%-ից ավելին 50%-ի չափով չեն մշակվում։ Դրա մասին այդ ուղղությամբ ինչ է կանում, թե քարտուղարը, որ ասում էր ցորեն չկա, բրինձ կուտենք, բրինձ բերեք։ Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու ծրագրից օգտվելու համար նախատեսված տարիքային շեմը կհանվի։ Նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև շողակաթ հեռուստաընկերությունը փակելու նախագիծը։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամ է, նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ներկա չէ։ Այսօր Հայաստանում հոգևոր կյանքով ապրելու տեղ չկա կամ շատ դժվար է գտնել, ասաց Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի այն հարցադրմանը, թե ինչու է վարչապետը որոշել կիրակի օրը մասնակցել Հովհաննավանքում Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Պատարագին։ Հովհաննավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է եւ ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ ամբողջ այդ վարկաբեկման ապարատը, որը ինչպես իմացանք այս ընթացքում Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը եւ դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կյանքով ապրել։ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց կաջակցի կարգալույծ եղած Տեր Արամ Քահանային վերականգնել իրական հոգևոր կյանքը։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարող որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ,
Որ ասում են եկեղեցի կառավարություն բանը կոնֆլիկտը։ Մենք ո՞նց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ Հայաստանյան Առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ո՞նց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Նրա ուխտը ոտնահարողների հետ եւ բոլոր այդ մարդիկ կարգալույծ են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև կվերադարձվեն այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Վարչապետը վաղարշապատում կայանալիք ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնում։ Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Եվ սա եղել է եւ կա իմ համոզմունքը։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման կարող ենք քննարկել։ Մենք վարչական ռեսուրս կիրառելով ենք Հայաստանում հեղափոխություն արել։ Այսինքն ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի, որ մտածի հազար ներողություն։ Այս ներկուսակցական թեմաները բերեցիք ազգային ժողովի ամբիոն, այս լավ չի։ Ինչպես այն քաղաքական ուժը, որի սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի մտածել, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունը ավելի հետաքրքիր է, այդ ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար եւ քաղաքական գործի համար։ Փաշինյանն ընդդիմության բացակայությունն այսպես է մեկնաբանում։ Մեր գանձերը ուր են բա այսօր։ Գանձարանում են, պարոն վարչապետ։ Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը Փաշինյանը նշեց. Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ոչ թե իմ մտքերի, այլև իր մտքերի ու գործողությունների պատճառով։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։ Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թվի նոր ռեկորդ է սահմանվել։ Կառավարության նիստում հայտարարել է գործադիրի ղեկավարը։ Մեկ այլ արձանագրումով էլ Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալն աճել է 13.8%-ով։ Գործադիրից այլ մանրամասներ ռեպորտաժում։ Կառավարությունը 570 միլիոն դրամ կհատկացնի շաքարային դիաբետ ունեցող 10-ից 18 տարեկան երեխաների շրջանում գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ ներդնելու համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործընկերներին ներկայացնում է 0-ից 9 տարեկան երեխաների շրջանում այս համակարգի ներդրման համար նախկինում հատկացվել էր 181 միլիոն դրամ։ Մեր շահառուները օրական 5-ից 6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց եւ երեխաների համար մատը ծակելը թե հոգեբանական եւ թե շատ առումով կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում եւ հաճախ նաեւ հրաժարվում են երեխաները այդ չափումները իրականացնելուց, ինչը հանգեցնում է նաեւ ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն։ Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել թե հիպոգլիկեմիկ, թե հիպերգլիկեմիկ շոկերը եւ ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը եւ դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով։ Չափիչ սարքերը կլինեն թվային, տվյալները կհավաքագրվեն հեռավար ձևաչափով։ Երեխաների արյան մեջ գլյուկոզայի չափի վերաբերյալ տվյալներին հասանելիություն կունենան բժիշկը, ծնողը, անհրաժեշտության դեպքում դասյարակն ու ուսուցիչը, ասաց Ավանեսյանը։ Մենք 2025 թվականին նաև վերանայել ենք ուրեմն մինչև 28 տարեկան անձանց համար էլի չափման ուրեմն ստրիպերի քանակները եւ ներառել ենք նաեւ 18-ից 28 տարեկանների համար եւ սա եւս կարծում եմ շատ կարեւոր քայլ է, որը որ ընդհանուր առմամբ դիաբետի վարման առումով մեր երկիրը դնում է ժամանակակից ուրեմն քարտեզի վրա։ Ուզում եմ նշել նաեւ, որ այս բոլոր միջոցառումները ուղղվում են նաեւ, որպեսզի մեր երեխաները չհամարվեն հաշմանդամ։ Կառավարությունը 2.9 միլիարդ դրամ հատկացրեց Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհների միջին նորոգման համար։ Նախարար Խուդատյանը տեղեկացնում է ճանապարհների ընդհանուր երկարությունը 58 կիլոմետր է։ Ժամանակ ասեմ, որ աշխատանքները տարբեր փուլերում են գտնվում, դրանց մի մասը արդեն ավարտված են, մյուս մասում մնացել են իրականացնելու գծանշման աշխատանքներ եւ օգտվելով առիթից կուզեմ ասել, որ արդեն
2025 թվականի ընթացքում 400 կիլոմետր ճանապարհ այս պահի դրությամբ մենք նորոգել, հիմնանորոգել, կառուցել եւ ավարտել ենք արդեն այս պահին։ Այսինքն այս տարի 500 կիլոմետրը կարողանում ենք իրատեսորեն հասցնել։ Ամբողջովին, պարոն վարչապետ, նախատեսվածից ավելի շուտ կիրականացնենք։ Մենք պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները, փաստացի 100 կիլոմետր է մնացել, որից մոտավորապես 40 կիլոմետրի ներքին շերտն ամբողջությամբ պատրաստ է, դեկտեմբերին ասֆալտ չենք անի։ Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը նոր ռեկորդ է սահմանել, հայտարարում է գործադիրի ղեկավարը։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերը գրանցված ավել են 37,140-ով կամ 4.8%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ 222,912-ով կամ 38%-ով։ Փաշինյանն անդրադառնում է Ադրբեջանից դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման հարցին։ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է։ Արդեն երկու օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին եւ ես միջազգային հարթակում Թբիլիսիում տեղի ունեցած Մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ եւ ողջունել եմ այդ որոշումը։ Դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք ընդամենը ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդամենը միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Վարչապետն իրավիճակն օրինակներով է մեկնաբանում։ Երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք, ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք, եւ սա շատ կարեւոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում։ Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.8%-ով։ Փաշինյանը գոհ է ցուցանիշներից։ Ծիրանի դեպքում 25.5% աճ, Սալորի դեպքում 61.1% աճ, Դեղցի դեպքում 87.1% աճ, Գերասի դեպքում 123% աճ, Տանձի դեպքում 245% աճ, ես այս թվի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն, Տանձի արտահանման թիվը, Լոլիկի դեպքում 12% աճ, Պղպեղի դեպքում 62% աճ, Կաղամբի դեպքում 843% աճ, Սմբուկի դեպքում 72% աճ, Ծաղիկը հատով ծաղիկը 6.4%-ով է արտահանումը աճել, իսկ տոննայով 116%-ով է արտահանվել։ Խաղողի մթերումը կարող ենք ասել, որ ըստ էության տեխնիկական ամբողջ սորտերը մթերված են, ավարտված են եւ այս պայմանությամբ օպերատիվ տվյալներով, որոնք որ մենք ստանում ենք, իհարկե դեռ կամփոփեն, կարող է որոշակի ճշգրտում լինի մի փոքր 211,000 տոննա մթերվել է, ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա։ Կառավարության որոշմամբ տնտեսվարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։
Եվրոպական 40 երկրի 5 տասնյակից ավելի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ Հայաստանում էին մասնակցելու կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովին։ Քննարկվել են մեդիա ոլորտի մարտահրավերներն ու զարգացման խնդիրները։ Համաժողովին ներկայ է եղել Արմալուրի իմ գործընկեր Հասմիկ Վարադյանը։ Եվրոպական 40 երկրի 5 տասնյակից ավելի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ Հայաստանում են։ Երևանում մեկնարկել է կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովը։ Մենք շատ ուրախ ենք գտնվել Հայաստանում։ Շնորհակալ ենք հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որ մեզ հյուրընկալեց։ Հուսով եմ շատ արդյունավետ քննարկումներ կունենանք։ Այսօրվա համաժողովի ընթացքում մենք կխոսենք լրատվամիջոցների գործունեության կարգավորման կարևոր հարցերի, բազմակարծության և ազատության մասին։ Մենք նաև խոսելու ենք կարգավորող մարմինների համար ռազմավարության մշակման մասին։ Մենք կարծում ենք, որ կարգավորող մարմինների համար իսկապես կարևոր է մշակել լավ, ուժեղ ռազմավարություններ, որոնք կօգնեն նրանց կատարել իրենց առաքելությունը։ Համաժողովը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ, առաջին անգամ այն տեղի է ունեցել 2016-ին։ Համաժողովի օրակարգում մեդիա ոլորտում գոյություն ունեցող ժամանակակից մարտահրավերներն ու զարգացման ուղիներն են։ Համաժողովում Հայաստանը ներկայացնում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Մարտահրավերները բոլորս գիտենք։ Դուք բոլորը շատ լավ գիտեք, ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթունային զարգացման պայմաններում ապատեղեկատվությունը, պրոպագանդան, եւ ոչ միայն քաղաքականությունը մեզ վերջի հերթին է հետաքրում անչափահասների վրա ազդեցությունը, երկրի անվտանգությունը տեղեկատվական, քանի որ մենք մեծ մասնագիտական բազա չունենք այստեղ։ Մեր ամենահիմնական աղբյուրը սովորելու օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու, աշխատելու այնպես, որպեսզի կարողանանք բալանսավորենք եւ խոսքի ազատության իրավունքը, եւ մարդկանց պաշտպանության վատ ինֆորմացիայից, այս ամենը մեզ սովորացնում են այսպիսի հավաքները։ Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովին մասնակցում է նաև Թուրքիայի պատվիրակությունը 4 ներկայացուցչով, ասում է Տիգրան Հակոբյանն ու նշում. Թուրքիայի կարգավորող մարմնի հետ հայկական կողմի համագործակցությունը շատ կարևոր է, որովհետև Թուրքիայում հայերեն լեզվով մի քանի օնլայն հարթակ կա եւ հայկական կողմը թուրքական կողմի հետ աշխատելով փորձում է բարենպաստ պայմաններ ստեղծել այդ հարթակների հեռարձակման համար։ Թուրքիայում կարգավորող մարմինը ինքը հզոր կարգավորող մարմին է, շատ մեծագույն լիազորություններով եւ երեկեկան մենք բավականին երկար արդեն զրուցեցինք եւ ձեզ մի զարմանալի բան ասեմ, առավոտյան եկել էին Ստամբուլից եւ առաջի հերթին գիտեք ինչ են արել, մեքենային վարձել, երեկոյան մեզ պատմեցին եւ գնացել են Գեղարդ։ Եվ ֆանտաստիկ տպավորություններով վերադարձել էին, այսինքն բավականին զրուցեցինք եւ Թուրքիայի կարգավորող մարմինի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, որովհետեւ նույն Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով եւ հայկական բովանդակությամբ մենք օնլայն հարթակներ ունենք եւ թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։ Անդրադառնալով մեդիա ոլորտի խնդիրներին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահն ընդգծեց. իրականում շատ բարդ աշխատանք է հատկապես բալանսավորման տեսանկյունից, ըստ Տիգրան Հակոբյանի Հայաստանում շարունակում է գերխնդիր մնալ օնլայն հարթակներից հնչող ապատեղեկատվության, ատելության խոսքի կարգավորման հարցը։ Մյուս կարգավորող մարմինների լիազորությունների համեմատ մեր լիազորությունները շատ սահմանափակ են եւ նոր ազգային ժողովը պատրաստվում է փոփոխություններ մտցնել, այսինքն եթե ամբողջ աշխարհում արդեն TV-like հարթակները, այսինքն տեսալասողական բովանդակություն տարածող օնլայն հարթակները կարգավորման ներքո են, մեր մոտ գիտեք այդ բանը չկան եւ այսօր վտանգը ապատեղեկատվության, ատելության խոսքի հենց այդ հարթակներից։ Հակոբյանը հավելում է աշխարհում ոչ մեկ չգիտի, թե որտեղ է խոսքի ազատության եւ խոսքի ազատության չարաշահման սահմանը։ Եվ այստեղ շատ կարևոր է հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների եւ մեդիայի միջև փոխհամաձայնությունը։ Այս հարցը նույնպես լինելու է համաժողովի քննարկման առարկա։ Հայաստանը բավական մեծ դերակատարում ունի եվրոպական նմանատիպ կառույցներում ու հարթակներում, ասաց Հակոբյանն ու ավելացրեց. նման կառույցների հետ աշխատանքը եւ գործունեությունը թույլ է տալիս նաեւ միջազգային հարթակներում պայքարել հակահայկական քարոզչության դեմ։ Հասմիկ Վարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։
Երևանի քաղաքապետարանը գույքագրում է երևանյան կամուրջները։ Այս մասին է քաղաքապետարանի տեսանյութը։ Առաջի անգամ կամուրջային կառուցվածքների գույքագրման նախաձեռնություն է եղել։ Երկու փուլից է բաղկացած, առաջի փուլը գույքագրման փուլն է, իսկ երկրորդ փուլը անձնագրավորման փուլն է, որը իրենից ենթադրում է իր սեյսմիկ իրավիճակը, կառուցվածքի տարողունակությունը եւ կարիքները։ Արդեն իսկ ունեն գույքագրած 250 կամուրջային կառուցվածք, այժմ երկրորդ փուլին ենք անցնում, երկրորդ փուլը իրենից ենթադրում է այդ գույքագրված կամուրջային կառուցվածքների տեղբնութագրերը։ Ունենք եւս մեկ ծրագիր, կամուրջների եւ կամուրջային կառուցվածքների շահագործման եւ պահպանման ծրագիրը, որի արդյունքում կատարում ենք թե դեֆորմացիոն կարերի վերանորոգում, թե անվահրիչների բետոնացման աշխատանքներ, ասֆալտապատման աշխատանքներ, դա ամբողջ տարվա համար է ծրագիրը եւ ընթացիկ ծրագիր է, որով մենք փորձում ենք պահպանել եւ շահագործել մեր ունեցած կամուրջները։ Միջազգային առաքանիներից հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, մանրամասնում է ՊԵԿ-ը։ Օրերս Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրում պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաքանին։ Արդյունքում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել են քսուկի տարաներ, որոնց մեջ առկա են եղել ընդհանուր 675 գրամ համակաշող սպիտակ փոշենման կոկային տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Հիշալ դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հնարավոր ստացող անձի ինքնությունը։ Քաղաքացին պետք է ժամաներ Հայաստանի Հանրապետություն եւ ստանար հիշալ առաքանին։ Ժամանելուց հետո նշված քաղաքացու նկատմամբ սահմանվել է հսկողություն։ Ձեռնարկված անհետաձգելի վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում կոկային տեսակի թմրամիջոցի փոխարեն փոխանինված նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանի ստանալուց հետո ձերբակալվել եւ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Ուկրաինայի քաղաքացի Ա.Բ-ն։ Միաժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որ Ուկրաինայի քաղաքացին առաքանի ստանալուց եւ թմրամիջոցներն իրացնելուց հետո կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիայի Հանրապետություն։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին, ովքեր զննման են ենթարկել առաքանին եւ հայտնաբերել են 1300 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց։ Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նա ձերբակալվել է։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Երևանի քրեական ոստիկանները ավազակություն են բացահայտել, 7 անձ ձերբակալվել է։ Մանրամասները ոստիկանության տեսանյութում։ Հոկտեմբերի 10-ին ժամը 4:40-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտաբ մեկնել էր Քեռու փողոց։ Պարզեցինք, որ ժամը 4:20-ի սահմաններում անհայտ անձինք ոստիկանության համազգեստով եւ դիմակներով մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, որտեղ զենքի սպառնալիքով կապվել են այդտեղ գտնվող անձանցից ոմանց եւ նրանցից հափշտակել գումար ու բջջային հեռախոսներ, որից հետո դիմել են փախուստի։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերեցին բջջային 4 հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։ Ենթադրեցինք, որ հանցանք կատարած անձինք փախուստի ճանապարհին դիտավորությամբ նետել են դիմակները եւ ձեռնոցները, իսկ հափշտակված հեռախոսների մի մասը եւ նրանց մոտ արկա զենքը
իրենց կամքից անկախ հանգամանքներում վայր են գցել, քանի որ հեռանալու ճանապարհը անցնում էր կտրուկ վայրեջքով։ Օպերատիվ հետախուզական հետագա միջոցառումները ձեռնարկվեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ։ Պարզվեց, որ ավազակությունը կատարած 9 տղամարդկանցից մեկը Մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ է 41 տարեկան, իսկ մյուսները օտարերկրացիներ։ Հետագա համատեղ միջոցառման շնորհիվ հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցին հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Հաջորդ օրն առավոտյան ձերբակալվեցին նաև 38-ամյա հասակակից օտարերկրացիներ։ Հանցակ կատարած մյուս անձանց հայտնաբերելու նպատակով համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ, ինչի արդյունքում հոկտեմբերի 11-ին 6:30-ի սահմաններում հանցակ կատարած անձանցից 4-ը հայտնաբերվեցին Մեղրիի անցակետում, ինչպես նաև դեռևս շարունակում են միջոցառումները հանցակ կատարած մյուս 2 անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, նրանց խոզարկությամբ հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ եւ գումար։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Թողարկման երկրորդ հատվածում առաջարկում եմ դիտել։ Սրի բացահայտում, թե գիտակցված ընտրություն գենդեր փարթի նոր մշակույթ Հայաստանում։ Տղա թե աղջիկ ինձ համար, եթե հաց տայք, ես կպատասխանեի երեխա։ Առողջ եղեք, երեխա ունեցեք, առողջ ծերուն մեծացրեք։ Իմ կարծիքով ճիշտ չէ հանրայնացնել էլ այդ ամեն ինչը։ Այդ քո ուրախությունն է, կարաս դու ինքդ քո համար քո մեջ ուրախանաս։ Դե երկրորդական բաներ ա, որ ցուցադրում են, տեսեք տղա, աղջիկ։ Ինչպես հարցնագովքերը վերադարձան մերօրյա մշակույթ, որ երգերն են նախընտրում հարցներն ու ինչ խորհուրդ ունի այս արարողությունը հարսանիքի ժամանակ։ Լինում են դեպքեր, երբ հարսիկներ ինչ-որ նախընտրելի երգեր ունենում, որ իմ երգացանկում չի լինում, իհարկե սիրով համաձայնվում եմ։ Հիմա հարսիկների ամենասիրելի երգն է Փեսայի գալուց արի մեռնիմ քեզից։ Ես առաջնորդվում եմ մաքուր ազգայինով, ոչ թե մոդայով։ Ավանդույթից դեպի ինստալացիա բուրդը արվեստագետ Լիլիթ Մարտիրոսյանի արվեստի առանցքում։ Գաղափարը բավականին ժամանակ է մեջս եփվում էր, փորձում էի միջավայրային արվեստ ստանալ, այսինքն հեռու գնալ մի քիչ կոնցեպտից ու զգայական անցալում ստանալ դիտողի մոտ։ Նյութի այս ֆորմա ստանալը էքսպերիմենտ է, որը մեզ համար էր հետաքրքիր, նաև արվեստագետի համար էր հետաքրքիր, թե ինչ տեսք ունենա։ Շնորհավորում եմ դուք տղա կամ աղջիկ երեխա կունենաք։ Հին ու բարի ժամանակներում այս արտահայտությունը բժիշկների թերևս ամենասպասված ու սիրելին էր։ Միայն թե գենդեր փարթիները փոխարինեցին այս լուրը հայտնելու ավանդական ձևին։ Ձևականություն թե ուրախությունն արտահայտելու այլընտրանք է սա, փորձել է պարզել Հասմիկ Վահրատյանը։ Պայթում են փուչիկներ, տորթի մեջ գույներ են հայտնվում, հրավառություններն էլ երանք ստանում։ Մեր օրերում երեխայի սեռը մեծամասամբ հենց այս մեթոդներով են ճշտվում։ Կարճ ասած, գենդեր փարթիները դարձել են հայկական իրականության մի մաս։ Բժիշկ սոնոգրաֆիստ Սրփուհի Սեթրակյանը թեև վերջին տարիներին զրկվել է ապրեցնող ու հույզեր առաջացնող, շնորհավորում եմ դուք տղա կամ աղջիկ եք ունեցել լուրը հայտնելու հնարավորությունից, այնուամենայնիվ ուրախ է, որ հայկական ընտանիքներում եւս մեկ տոն է ձևավորվել։ Գենդեր փարթիները, որ հիմա շատ տարածված են, ես շատ ճիշտ եմ ընդունում, որովհետև մեր ժողովուրդը այնքան տխուր օրեր է անցկացրել, այդ յուրաքանչյուր պահը, այն որ իրանք ուրախանում են, սրտի թրթիռ են ունենում, ամբողջ ազգով, բարեկամներով, ընկերներով, ես դա շատ գնահատում եմ, թող մի քիչ ուրախ պահեր ունենանք, այդքան տխուր պահերից հետո։ Իսկ այն պահը, որ ես ընկալում եմ, թե չեմ ընկալում իրանց ուրախության այդ արդյունքները կամ ուրախության այդ պահերը, դա մեկա ես տեսնում եմ, որովհետև յուրաքանչյուր իր գենդեր փարթին կազմակերպելուց ինձ ուղարկում է, ես վայելում եմ այդ բերկրանքը, որ իրանք տեսնում են։ Ուլտրաձայնային հետազոտության փորձառու մասնագետն անդրադառնում է սեռով պայմանավորված հղիությունների պլանավորմանը։ Հիմա այնքան քիչ է առողջ երեխա ունենալ, առողջ հղիություն վարել եւ սպասել, որ առողջ բալիկը 100%-անոց կծնվի։ Դրա համար եկեք սենց որոշենք։ Տղա թե աղջիկ ինձ համար, եթե հաց տայք, ես կպատասխանեի երեխա։ Առողջ եղեք, երեխա ունեցեք, առողջ ծերուն մեծացրեք։ Բայց այն, որ գնում են սեռով պլանավորված արդեն աբորտների,
Դրան դեմ եմ։ Ժողովրդի մեծ մասը, ոնց որ ես եմ մտածում են առողջ բալիկ ունենան։ Երևի թե դա կապված է նրա հետ, որ դժվարացել է առողջ սերունդ ունենալը։ Պատկերացրեք, նույնիսկ 3 աղջիկ ունեցողը, որ էլի աղջիկա հղիություն է լինում, ասում է, չէ, ես չեմ կարող գնամ այդ քայլին։ Մասնագետը նշում է, վերջին տարիներին ավելացել են պաթոլոգիաներով ուղեկցվող հղիությունները։ Եվ առաջին տրիմեստրում են հայտնաբերում չզարգացումներ, չգիտես ինչի, թե ներարգանդային ինֆեկցիաներ եւ այլ, դեռ չեմ կարող մանրամասնել պատճառները, բայց շատ են։ Պատկերացրեք, երևի թե 10 աղջիկներից, ովքեր նոր են ամուսնացրել, 3-ը մի հատ անպայման ինչ-որ բաց թողում են ունենում, նոր հետո շարունակում են ուշադիր լինել, իրանց հղիությունը շարունակել։ Երեխայի սեռը բժշկի համար պարզապես լրացուցիչ տեղեկատվություն է, ասում է Սրփուհի Սեթրակյանն ու հավելում. կարևոր է, թե ինչպես է զարգանում երեխան, սրտի աշխատանքը, ներքին օրգանները, շարժումները։ Գենդեր փարթիները ձևականություն է, թե պարզապես ուրախությունը տարածելու ցանկություն։ Հասարակությունն այս առումով ունի հստակ դիրքորոշում։ Ինքս ունեմ 2 երեխա ու նման բաներ չեմ արել։ Եթե անկեղծ իմ համար նորմալ չէ այդ ամեն ինչը։ Իմ կարծիքով ճիշտ չէ հանրայնացնել այդ ամեն ինչը։ Այդ քո ուրախությունն է, կարաս դու ինքդ քո համար քո մեջ ուրախանաս։ Նորմալ է, բայց փոքր շրջապատով ոչ այսքան մասշտաբային սոցցանցերով, որ շատ տարածում են, ինձ դուրեկան չի։ Ես չեմ ընդունում։ Այդքան նորմալ չեմ համարում, բայց երիտասարդությունը նշում է երևի։ Ուզում են թող նշեն։ Ես չէ, ես դա իմը չի։ Այդպես բարձրաձայն գոռամ իմ երեխայի սեռի մասին։ Այդ երկրորդական բաներ ա, որ ցուցադրում են, տեսեք տղա, աղջիկ, թող ծնողն իմանա, ծնողներն իմանան, ուրախանան իրանց համար։ Յուրաքանչյուր նոր կյանք արժանի է սպասման, սիրո եւ հավասար վերաբերմունքի։ Իսկ թե ինչպես կտեղեկանաք երեխայի սեռի մասին, հավատացեք, այդքան էլ կարևոր չէ։ Գլխավորն առողջ բալիկ ունենալն է։ Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է։ 2021-ին հրապարակված գենդերային խզման գլոբալ զեկույցի տվյալներով 153 երկրների շարքում մենք 98-րդ տեղում ենք։ Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար 74-րդ ու 94-րդ տեղերում։ Հայաստանում վերջին տասնամյակներում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետևանքով ավելի քան 80,000 աղջիկ երեխա չի ծնվել։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Մախմուր աղջիկ Բալենիթը հարս եմ գնում։ Ինչպես հարսնագովքերը վերադարձան մերօրյա մշակույթ։ Որ երգերն են նախընտրում հարսներն ու ինչ խորհուրդ ունի այս արարողությունը հարսանիքի ժամանակ։ Թեմային անդրադարձել է Շողեր Ղելիջյանը։ Արտաշես և Սաթենիկից մեզ հասած հարսնագովքերն այսօր կրկին ազգային մշակույթում են, հարմարվել են ժամանակին կրել փոփոխություններ, բայց հիմքը նույնն է՝ գովել հարսին։ Հարսի գովքը կատարել են իր ընկերուհիները, այսինքն չամուսնացած, եւ կոնկրետ եղել է օր փնջատուն, կամ նաեւ ծաղկատուն, փնջատուն հարսին գովել են եւ դա քավոր կինն է նաեւ համակարգել, հիմնականում քավորական ընտանիքը, կնքահայր, կնքամայր շատ մեծ դեր են ունեցել եւ հարսանիքի այդ բոլոր արարողությունները համակարգել են իրեն, այսինքն հարսի ընկերուհիները գովել են հարսիկին ու հինայի արարողություն է եղել այդ ժամանակ, այսինքն հարսի գովք որպես այդպիսին հենց հարսանիքի օրը չի եղել, այսինքն նախապես դա փոքր ինչ որ խնջույք է եղել չամուսնացած աղջիկներով, ընկերուհիներով, հարսի գովքը եղել է այդ ժամանակ, դե մեր օրերում արդեն հենց հարսանիքի օրն է հարսի գովքը։ 7 օր 7 գիշեր տևած հարսանիքներն այսօր խտացել եւ մեկօրյա ծրագիր են դարձել։ Նախկինում երգերը հնչում էին գավառական բակերում եւ յուրաքանչյուր խոսք գովք էր համարվում հարսի ու նրա ընտանիքի համար։ Ժամանակակից հարսանիքներում ավանդական երգերն ու ծեսերը վերաարժևորվում են, ստանալով նոր հնչեղություն։ Այս արարողությունները, որ հիմա երգչուհիները գնում երգում են, այդ արարողությունները կատարել են հիմնականում քավորկինը եւ բարեկամ կանայք։ Այդ ժամանակ հարսանիքի հենց օրը չամուսնացած աղջիկները չեն եղել հարսիկի շուրջը, այսինքն մայրը, քավորկինը, տատիկ ու մեծերն են հիմնականում երգել, որոնք էլ հրաժեշտի եւ բարեմաղթանքի երգեր են եղել։
Մշո աղջիկ, բալենի, թե հարս եմ գնում։ Նորաձևություն, թե մոռացված մշակույթի վերականգնում։ Այսօր կա մի սխեմա, որ հարսիկները, ինչ որ կոնկրետ ծրագիր կա, որ մոդայի ուժն է ավելի ազդեցիկ եւ պահանջում են երգել, չգիտեմ, ինչ որ շատ համացանցում դիտումներ ունեցող տեսանյութի երգեր, բայց ես առաջնորդվում եմ մաքուր ազգայինով, ոչ թե մոդայով։ Հարսնագովքը դարձել է աշխատանք։ Քավորակնոջն ու բարեկամ կանանց եկել են փոխարինելու ժամանակակից մոտեցումները։ Հիմա երիտասարդ երգչուհիներն են մշակում երգերն ու իրենց ձևով գովերգում հարսին։ Լինում են դեպքեր, երբ հարսիկներ ինչ-որ նախընտրելի երգ են ունենում, որ իմ երգացանկում չի լինում, իհարկե սիրով համաձայնվում եմ։ Հիմա հարսիկների ամենասիրելի երգն է Փեսայի գալուց արի մեռնիմ քեզի։ Այդ տարբերակը ես փորձել եմ իմ տեսակով մի քիչ մշակել, որ միայն այդ հատվածը չի լինի, բացի դա էլի երգերի մի փունջ ստացվի։ Ու բացի դա իմ երգացանկից հիմա շատ սիրված է պսակ երգը, պսակ հարսի պսակ, փեսայի գալի Ավանդական հարսանիքները որքան էլ վերադառնան մշակույթ, միևնույնն է, հարսները մտածում են նորաձևության մասին։ Նոր սերունդը փորձում է հավասարակշռել հինը եւ նորը, պահպանելով արմատները, չկորցնելով ժամանակի շունչը։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։ Մեր օրերում փոքր-ինչ մոռացված, բայց նախկինում հայերի կենցաղում հաճախ օգտագործվող նյութերից մեկի բրդի ուսումնասիրությամբ է զբաղվում արվեստագետ Լիլիթ Մարտիրոսյանը։ Ավանդույթից դեպի ինստալյացիա, թե ինչպես է բուրդն արվեստ դարձել, հետաքրքրվել է Հասմիկ Վարադյանը։ Փայտե ամուրջի պոտով բուրդը մշակել, կոշտ ու կոպիտ հատվածները հեռացրել ու ահա այսպիսի տարածական ինստալյացիա է ստացել։ Արվեստագետ Լիլիթ Մարտիրոսյանը մեր օրերում փոքր-ինչ մոռացված, բայց նախկինում հայերի կենցաղում հաճախ օգտագործվող նյութերից մեկի բրդի ուսումնասիրությամբ է զբաղվել, այն դարձնելով ստեղծագործական մտքի վառ արտացոլանք։ Գաղափարը բավականին ժամանակ է մեջս եփվում էր, փորձում էի միջավայրային արվեստ ստանալ, այսինքն հեռու գնալ մի քիչ կոնցեպտից ու զգայական ընկալում ստանալ դիտողի մոտ եւ տարբեր նյութեր էի փորձարկում, ի վերջո եկա մի քիչ ազգային այս մարդամոտ նյութին, բայց իրեն մոտեցել եմ ոչ այնքան ազգային տեսանկյունից, այլ իր ֆիզիկական, օրգանական իր հատկություններից, թե այս մեծ ծանոթ նյութը իր մասշտաբայնության մեջ ինչ ընկալումներ է առաջացնում դիտողի մոտ։ Եվ իրականում բավականին հակասական պատասխաններ եմ լսում, ոմանք վախենում են, ոմանք ասում են ինչ ապահով է այստեղ։ Ինստալյացիայի համար օգտագործվել է ավելի քան 150 կիլոգրամ նյութ։ Թեև բուրդը մշակելը ֆիզիկական մեծ ուժ է պահանջում, բայց փոքրամարմին արվեստագետը չի տրտնջացել։ Ուղիղ 1.5 ամիս օր ու գիշեր աշխատել, նյութին թարմություն է հաղորդել։ Տեսնում եմ բավականին մեծ քանակությամբ նյութ եք օգտագործել, իսկ որտեղից եք այս ամենը ձեռք բերել։ Իրականում բարեբախտաբար հենց քաղաքից կարողացա գտնել այս նյութը, ինչքան էլ որ զարմանալի է, բոլորը արդեն ազատվում են իրենց տան բրդերից։ Իմ բախտը բերեց եւ կարողացա մեկ վայրից մեծ ծավալով գտնել եւ հետաքրքիրն այն է, որ այս հին մշակույթը հիմա տրանսֆորմանալով գալիս է թանգարանային կոնտեքստ։ Այսինքն չեմ ասի, որ սա կոնկրետ ազգային գործ է, բայց ինքն իրեն այդ կոնտեքստը մտնում է, որ հին ավանդույթը արդեն ուրիշ ձև է ընկալվում։ Ցուցադրությունը ներկայացված է Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում։ Քիչ են Հայաստանում տարածական ինստալյացիաներ ստեղծելու հնարավորությունները։ Ու մեր համար էլ, քանի որ բուրդը ինքը բոլորիս կյանքում ծանոթ, հաստատ բոլորս շոշափել ենք, չէ՞, այս նյութը, բայց միաժամանակ նյութի այս ֆորմա ստանալը էքսպերիմենտ է, որը մեզ համար էր հետաքրքիր, նաև արվեստագետի համար էր հետաքրքիր, թե ինչ տեսք ունենա։ Օրգանական նյութից կառուցված այս աշխատանքն արվեստագետը ներս է կոչել, ասում է, սա ավելի շատ հոգեբանական վերլուծություն է։ Ինստալյացիայում անհատական գաղափար թելադրված չէ, յուրաքանչյուրը հայտնվելով այս միջավայրում հնարավորություն կունենա վերլուծել նախ ինքն իրեն, ապա նյութը։ Այս նյութը առհասարակ ծածկույթի նյութ է, բայց այս դեպքում դառնում է միջավայր ու դու ներսն ես մտնում, թե արդեն դիտարկում ես, թե ներսից քեզ ոնց է զգում, եւ մեկ այլ տեսանկյուն էլ կա, թե արդյոք քո ներսը ոնց է զգում այստեղ։ Այսինքն բառախաղ է եւ նյութի ներսում եւ քո ներսում։
Առաջին իմ տպավորությունը կամ հիշողությունը սրա հետ կապված այդ հոտն է։ Տատիկի վերմակի բանն է առաջացնում, հիշողության այդ զգացողությունն է առաջացնում։ Փափուկ, հոգատար եւ այդ նուրբ զգացողությունը, որ ունենում ես բրդի հետ, դրա հոտի հետ, միաժամանակ ցույց է տալիս իր հակառակ կողմը, որ ներսը, այդ տակ տեղը կարա իր մութ կողմը ունենա։ Զրուցակիցս նյութի հետ աշխատանքի բարդություններն է ներկայացնում։ Նյութը, որ իրականում շատ թեթև տպավորություն է թողնում ու այդպիսի տակ, ամուր ապահով ասոցիացիաներ ունի մեզ մոտ, իրականում բավականին դժվար է իր հետ աշխատել։ Տակ է, շոկ է, հոտ ունի, որոշակի։ Բայց այդ ամբողջը նաև օգտագործվում է գործի արտահայտչի միջոց որպես։ Արվեստագետ Լիլիթ Մարտիրոսյանը ժամանակակից արվեստի այս ճյուղին անդրադարձել է դեռևս տարիներ առաջ։ Առաջին անգամ ցուցադրվել է Գերմանիայում։ Նախկինում Ֆրայբուրգում անհատական ցուցահանդեսի փորձառություն եմ ունեցել, որտեղ եւս տարածական ինստալացիա արեցի արդեն հողի հետ աշխատելով եւ մի փոքր ավելի քաղաքական, ավելի պետությունների վերլուծության անդրադարձա։ Ցուցադրությունն այցելուներից շատերի մոտ արթնացնում է հաճելի հիշողություններ, նրանց տեղափոխում մանկություն, պարուրում ջերմությամբ։ Սա բնության, մարդու ու ժամանակի միահյուսումն է արվեստի միջոցով։ Ցուցադրությունն է բաց կլինի մինչև հոկտեմբերի 31-ը։ Հասմիկ Ֆահրեդյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Մադրիդի Ռեալի բրազիլացի հարձակվող Էնդրիկը ցանկանում է փոխել ակումբը։ Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան կերկարաձգի պայմանագիրը իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի հետ։ Սպորտային կարևոր իրադարձությունները Լիանա Ինջիղուլյանի խճանկարում։ Մադրիդի Ռեալի բրազիլացի հարձակվող Էնդրիկը ցանկանում է փոխել ակումբը։ 19-ամյա ֆուտբոլիստը ձգտում է ունենալ ավելի շատ խաղային ժամանակ։ Նա դիտարկում է վարձակալությամբ այլ թիմում հանդես գալու տարբերակ։ Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Էնդրիկի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը Ռեալի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիս։ Անգլիական Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էրլինգ Հոլանդը 12-րդ խաղն անընդմեջ դարձավ գոլի հեղինակ, կրկնելով պորտուգալացի հարձակվող Կրիստիանո Ռոնալդոյի ռեկորդը։ Այս 12 խաղում Էրլինգ Հոլանդը խփել է 22 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում Էրլինգ Հոլանդը գրավել է իսպանական Վիլիարեալի դարպասը, մանչեսթերյան թիմը հաղթել է 2-0 հաշվով։ Իսպանիայի չեմպիոն Բարսելոնան կերկարաձգի պայմանագիրը իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսի հետ։ 25-ամյա ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է կատալոնական ակումբում կարիերան շարունակելու ցանկության մասին։ Ֆերան Տորեսը 2022 թվականի հունվարից է հանդես գալիս Բարսելոնայում։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆերան Տորեսը մասնակցել է 10 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիս։ Ֆերան Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Շաբաթվա լրահոսն այսպիսին էր Արմալուրի դիտանկյունից։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։